այսօր Նորքի թաղապետը ծեծի է ենթարկել ընդդիմադիր գործի։ Ըստ ճիշտ էր արդարացված էր նման պահվածքը թե ոչ։ Կարող է քրեական գործ բացել։ Քրեական գործ էր։ Արդարացված էր նման պահվածքը իր կողմից։ Ու բանի Նորքի Թաղապետի այն։ խուլիգանություն է դա։ Դա մանր խուլիգանություն է։ Հիմա ճիշտ ասած է քաղաքապետ է, բան որ մեկն է ինտելիգենտ կուլտուրական մարդ, բոլորն խուլիգաններ են հավաքվել։ Այն բոշա փողոցայինները հավաքվել են միտեղ ու սկսում են արդեն իրենց ծև գործը տեսնել։ Մեղավորը մենք ենք, ժողովուրդը, որ դրանց գլխին փորձակ չի բերում։ Ձեզնից առաջի անգամ եմ լսում, չեմ կարող ոչ ինչ ասել։ Դա ծեծը մարդու համար արդարացված չի, բայց դրդապատճառներն էլ պետք է նայել ինչ անում։ Կան մարդիկ, որ կարողանում են այն մարդու հոգեբանական այնպիսի ազդեցություն ունենալ, որ մարդը ինքնատիրապետությունից ելնում է, ամենայն դեպս, բայց ծեծը արդարացված չի։ Ես առավոտը տեսա, չիմացա ով ում ծեծե, բայց այդ տղեն որ եկել է հարցակվել է կապին, եկել եմ իրան բանը, դա ինչ տոնն է, դա ինչ կուլտուրա է, դա ինչ խոսալու ձև է, դե քաղաքապետի ներվերը երկաթից չի էլի։ Ես չգիտեմ ես ինձ ոնց կպահի, բայց այտենց ոնց կարելի մտնել պետական հիմնարկ հարցակվել ղեկավարի, բացեք դուռը, ջարդեք, մտնեմ, դա ինչ բաներ է, Ես ինչ են անում ես երկրի հետ։ Թաղապետի հետագան, ինչ եք կարծում, ինչպես կդի։ Ես իրա տեղել նույն, вообще գործից դուրս կգամ, կգնամ բիզնեսով կզբաղվեմ, խանութում հաց կլինուս, հնարավոր չի այդ վիճակով աշխատել։ Արդեն անցել են իրանք գազանային վայրակ ձևերի են անցել, ինչ ասեմ ձեզ, ոնց ասեմ ձեզ, իշխանություն չկա, իշխանություն եթերներ նման բան չէր լինի։ Ծեծի ենթարկելով ոչ մի հարցի լուծում չենք ունենալու, կարելի է խոսքով բացատրել, մեր կառավարությունը ինչա, նույնն էլ իրանց ընտրած մարդիկ են։ Վաչե ով ծեծի է ենթարկում, ինչ որ մեկին իմ համար արդարացված չի։ Ոչ քաղաքապետի, ոչ վարչապետի, ոչ նախարարի, այսինքն ծեծել ինչ կնշանակի մեր հասկացողության մեջ մենք ծեծել չենք գիտեր իրականության մեջ։ Ես հոս դեսա այդ շատ ամոթ է եւ շատ անարգալից, եթե ընդդիմադիր է, եթե հանցավոր է, նույնիսկ պետք է բաժվի, ոչ թե ծեծել, շատ կցավիմ։ Ուղղակի ատելություն դիմացին մարդ կոչվածին, ոնց կարելի է մարդուն ծեծել, դա ինչ կուլտուրա է։ Դա ուղղակի անշնորհքություն, անդաստիարակություն է, եթե ամեն ինչը դնենք մի կողմ, բայց այն որ քաղաքականության մեջ արդեն մեկնաբանեմ, կասեմ, որ իրենց ֆունկցիաները ընդհանրապես չեն կատարում։ Մարդ ծեծելը դա ուղղակի քրեական հանցագործություն է, նրան պետք է պատժել։ Չի կարելի այդպես։ Չի կարելի խոսքով համոզելով, խոսելով շնամանում են էլ իրար նկատմամբ։ Իսկ թաղապետի հետագան, նա դեռ ձերբակալված չէ, որոշում դեռ չկա, ինչ եք կարծում, ինչ կլինի։ Հա, ինչ կլինի, նրանց ինչ մեջ կունի, չգիտեմ։ Դե вообще ծեծը անարդարացված է, համապատասխան մարմիններ կան, թող դիմեն այդ հարցերով, ինչ ասեմ։ Ըստ թաղապետի հետագան, ինչպես կլինի։ Այ ես շեդի ոնց ասեմ, ցավը տանում։ Նիկոլ Փաշինյանին հարցրեք, ես չեմ կարող ասել։